Վերջին տարիներին զգալիորեն ավելացել է հիպոթեկային վարկ վերցնող քաղաքացիների թիվը։ Եթե շատերի համար հիպոթեկը սեփական երազանքներին հասնելու միակ միջոցն է, ապա մյուսների համար այն կախվածություն է թե գործատուից և թե աշխատավարձից։ Կարծիքներ կան նաև, որ հիպոթեկը իշխանության ձեռքին լծակ է պետական և ուժային կառույցներում աշխատողներին ավելի կառավարելի դարձնելու համար։ Հայաստանում հիպոթեկային վարկով բնակարան ձեռք բերողների թիվը շարունակում է աճել։ Ըստ Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության 2024 թվականի զեկույցի, հիպոթեկային վարկերի տարեկան աճը հաշվետու տարում եղել է 36.6%, այսինքն 11.6%-ով ավելի, քան դրան նախորդող տարվա 2023-ի ընթացքում։ Այդ նույն զեկույցում հաղորդվում է, որ հիպոթեկային վարկերի հարաբերակցությունը հնայի նկատմամբ հասել է 14.7%-ի։ Հիմա արդեն կարող ենք խոսել 60,000-ի չափով մարդ օգտվում է այդ ծրագրից եւ դա պետական բյուջեի վրա մոտավորապես տարեկան գալիս է 80-ից մինչեւ 90 միլիարդ դրամի չափով բեռ, ֆինանսական բեռ։ Դա մոտավորապես մեր բյուջեի 2-ից 2.5%-ն է կազմում։ Թվերի նմանատիպ աճն ըստ մասնագետների պայմանավորված է եկամտահարկի վերադարձի ծրագրով, որը Երևանում 11 տարի գործելուց հետո այս հունվարից իրականացվում է միայն մարզերում, իսկ 2029 թվականից կդադարի գործել ամբողջ հանրապետությունում։ Սկզբնական շրջանում այո, արդարացված էր, բայց հետագայում դա շատ դարձավ սպեկուլյացիայի արդյունք, քանի որ կառուցապատողները անդրադառնական գները բարձրացրեցին, բանկերը շահագրգռված լինելով մեծ վարկեր տրամադրել, այդ բարձր գները սկսեցին ֆինանսավորել։ Այսինքն մենք ստացանք մի իրավիճակ, որ բնակարանը այդքան արժեք չունենալով բանկը այնուամենայնիվ ֆինանսավորում է։ Դա արդյունքում մենք ունեցանք անշարժ գույքի շուկայում գների տնային փուչիկ, որի տրակելու պարագայում բնականաբար բոլորն են ուժել։ Այսպիսով հազարավոր մարդիկ էլ ավելի արագ առանց երկար ծանոթ թեթևանելու փորձում են իրականացնել իրենց սեփական տուն ունենալու ամենամեծ երազանքը։ Դա շատ լավ հնարավորություն է, ժամանակին ձեռք ենք բերել, հրաշալի է։ Ես դրականն եմ տեսնում, ամեն դեպքում դա լավ հնարավորություն է, եթե միջոցներդ չեն ներում, որ միանգամից վճարես։ Փակ է վերցել ենք վաղուց։ Գումար կար, շուտ վճարեցինք, որ քիչ տոկոս տանք, բայց երկրորդ անգամ չեմ ցանկանա էլի։ Տոկոսը բավականին բարձր է։ Եթե լիներ ինչպես այլ երկրներում 6-7% նորմալ կլիներ։ Պետք է աշխատավարձ ունենաս, որ կարողանաս վեկալել։ Վարկառուների թվի կտրուկ աճով պայմանավորված հոկտեմբերի 2-ին կառավարությունն ընդունեց ՊԵԿ-ի առաջարկը, ըստ որի հիպոթեկային վարկերի տոկոսների վերադարձի ծրագրի ֆինանսավորումը այս տարվա համար 12.6 միլիարդ դրամով ավելացվեց։ Նպատակն այն է, որ մարզերի բնակիչները կարողանան օգտվել ծրագրից։ 25 թվականի բյուջեով 84 միլիարդ ենք նախատեսած եղել եւ այդ 84 միլիարդից արդեն հունվար-սեպտեմբեր ամիսներին 70 միլիարդ ծախսել ենք։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով նախորդ տարվա համեմատ այս տարի ծրագրից օգտվողների թիվը 12,000-ով աճել է։ Այս ծրագրի համար 2025-ի բյուջեով նախատեսված 84 միլիարդից հունվար-սեպտեմբեր ամիսներին 70 միլիարդն արդեն ծախսվել է։ Թվերը ոգևորող են, բայց դրանց ետևում տեսանելի չեն այն լուռ պատմությունները, որտեղ հիպոթեկը դառնում է ոչ թե անվտանգության, այլ կախվածության աղբյուր։ Բնականաբար դա ինչ որ չափով սահմանափակում է մարդու ազատությունը եւ այլն, բայց մյուս կողմից կարող ենք ասել, որ մարդուն բերում է որոշակի պատասխանատվության դաշտ, որ այդ մարդը անգործ չմնա եւ այլ ինչ որ իրավիճակներ։ Շատ աշխատողներ տեսախցիկներից այն կողմ խոստովանում են, հիպոթեկային պարտավորությունը դարձել է ծանր բեռ, որը ստիպում է նրանց անկախ պայմաններից ու գործատուի վերաբերմունքից պահպանել աշխատանքը։ Եթե ինձ ազատեն, վարկս ինչպես եմ վճարելու, սա է դարձել հազարավոր ընտանիքների ամենօրյա մտահոգությունը։ Լուծումները շատ են։ Մեկի համար լուծումը հենց այդտեղ մնալ, աշխատել, մյուսի համար կրեատիվ լինել, հորինել մի բան, շարժվել առաջ, այլ լուծումներ տալ։ Մյուսի համար դա կարող է իրան տանի դեպի դեստրուկտիվ ճանապարհ, տանի դեպի դեպրեսիա կամ հոգեկան խնդիր,
Այսինքն ուղիները տարբեր են։ Կարծիք կա նաև, որ հիփոթեք ունենալը հատկապես շատ է ազդում պետական եւ ուժային կառույցների աշխատակիցների վրա։ Բարձր աշխատավարձի հիմքով վարկային պարտավորություն ձեռք բերած մարդը դառնում է իշխանության համար ավելի խոցելի ու կառավարելի, վախենում է կորցնել աշխատանքն ու դրա հետևանքով կատարում է այն, ինչ հրահանգվում է վերևից։ Մարդիկ հիպոթեկային վարկերի տակ են, այդ աշխատավարձի եկամտահարկով փակում են այդ հիպոթեկի հետ կապված վարձերը։ Ծառայությունից դուրս գալուց հետո ամբողջ Հայաստանը հիպոթեկային վարկերով է ապրում։ Ոչ ոք բնակարան չի ունեցել։ Դե դա հիմա այդ շանսը կա, մարդիկ օգտվում են ու դա բնական է։ Այս առումով առավել հաճախ իշխանության կամակատարներ են դառնում ոստիկանության, ԱՕԾ եւ ՊՆ աշխատակիցները, ինչպես նաեւ արդարադատություն իրականացնողները։ Հոգեբաններն իրենց հերթին ասում են, այս մարդկանց մեծ մասը ապրում է մշտական սթրեսի տակ։ Հիփոթեքը, որը պետք է ապահովության զգացում ստեղծեր, վերածվել է վերահսկողության գործիքի, ձևավորելով մի մտայնություն, որը հնչում է այսպես. ես իրավունք չունեմ սխալվելու։ Այդ սթրեսը ազդում է առողջության, ընտանեկան հարաբերությունների, որոշումների կայացման եւ կյանքի որակի վրա։ Արդյունքում ստեղծվում է իրավիճակ, երբ տունը դառնում է ոչ թե ազատության տարածք, այլ պարտավորությունների ստվերում ապրող միջավայր, իսկ հիփոթեքը ոչ թե աջակցություն, այլ սոցիալական կախվածություն գործատուից եւ աշխատավարձից։